Նախորդին հակակոռուպցիոն դատարանը Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով 100 միլիոն դրամ գրավը նվազեցրել է դարձնելով 50 միլիոն։ Սա միայն մեկ դատական որոշում չէ, սա սիմվոլ է, թե ինչպես է Հայաստանում անպատժելիությունը շարունակում շնչել։ Հովսեփյանն այսօր դատարանում կանգնած է կոռուպցիոն ծանր մեղադրանքներով՝ կաշառք, փողերի լվացում, ապօրինի ձեռնարկատիրություն, գույքի յուրացում ըստ մեղադրանքի կողմի պնդումների, եւ նույն պետությունը նույնիսկ պահանջում է բռնագանձել տասնյակ գույքեր ու միլիարդավոր դրամներ որպես ապօրինի ծագում ունեցող։ Բայց իրականում սա պետության նյարդային համակարգի ախտորոշում է, անպատժելիությունը դեռ կենթանի է։ Հովսեփյանը պարզապես նախկին պաշտոնյա չէ, նա համակարգ էր, այն համակարգի դարպասապահը, որի օրոք քաղաքական բռնությունը, ընտրական կեղծարարությունը, չբացահայտված սպանություններն ու հաշվեհարդարները դառնում էին ռեժիմի ինքնապաշտպանության մեխանիզմ։ Երբ ճշմարտությունը պետք է բարձրանար դատարան, այն փակվում, խեղդվում էր գործերի մեջ, թղթերի տակ, վախի մեջ։ Երբ հանրությունը սպասում էր արդարության, պետությունն առաջարկում էր մոռանալ։ 2018-ից հետո մենք պարտադիր մի բան չարեցինք, չտվեցինք մինչև այդ թվականը տեղի ունեցածին ամբողջական իրավաքաղաքական գնահատական։ Չասացինք ով ինչի համար է պատասխանատու, ով է եղել այդ շղթայի հանգույցը, ով է պաշտպանել հանցանքը պետության կնիքով։ Եվ այսօր դրա հետևանքը տեսնում ենք պարզ ու դաժան կերպով։ Նույն դեմքերը, նույն ցանցերը, նույն անպատասխանատվության անվտանգությունը նորից մխրճվում են համակարգից ներս որպես օրինականություն։ Սա ոչ թե մեկ անձի մասին է, սա պետության ընտրության մասին է, արդարադատություն թե հարմարավետություն։ Եթե մինչև հիմա մենք չենք կոտրում անպատժելիության ողնաշարը, վաղը ժողովուրդը կվճարի ավելի թանկ, նոր բռնություններով, նոր թալանով, նոր կորուստներով։ Պետությունը կամ դատում է անցյալը, կամ դառնում է նրա պատանդը։